պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, բայց ես քանի որ արդեն ուղերձում ասել եմ դա, ես դա չի կարա ուղղակի շարունակություն չունենա։ Այդ թեմայի շարունակությանը խանգարում է Արևմտյան Ադրբեջանի եւ այս կարգի ինչ որ խոսում, ինչ Արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաեւ, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետքա դա ամբողջական իրականացնենք։ Այս այն պատկերացրած ճանապարհը։ Բայց էլի մեկը ասում եմ, գիտեք ինչ, էլի թեմաներ կան, բազմաթիվ թեմաներ կան։ Ես պետքա մի բան արձանագրենք, որ ինքը հայու խաղաղությունը իրադարձություն է, բայց ինքը առանձին վերցրած մի իրադարձություն չի։ Ինքը գործընթաց է, որտեղ ինքը պետքա անդադ զարգանա։ Ընդ որում ինքը պետքա չկանգնի, որովհետև երբ որ լճացավ խաղաղության գործընթացը, ինքը ռիսկեր է վերելու։ Ինքը պետքա անընդհատ զարգանա, այո, վերածվի եւ տրանսֆորմացվի տնտեսական համագործակցության, տնտեսական հարաբերությունների եւ նաեւ այդ է պատճառը, որ ես ուրախանում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, որովհետեւ տնտեսությունը իր տրամաբանությունն է վերելու։ Մարտիկ ի վերջո գալու է եւ եկել է այդ պահը, որ ի վերջո երկու կառավարություններին ասել են թողեք հանգիստ ապրենք։ Հերիքա վերքերը փորել, հերիքա անդադ վերքերի վրա աղ լցնել, պետքա մի օր ավարտվի այդ ամեն ինչ, և այդ ժամանակը հիմա է, այդ ավարտը արձանագրվել է, ավարտի քաղաքական կամքը արձանագրվել է, և պետք չի անընդհատ վերքերը, նայում եմ խորհրդակցություն են արել, ասում են վերնագիր տեսամ է դա, Ղարաբաղյան բանը, Ղարաբաղի հարցը լուծված չի։ Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում, ինչ-որ միտեղ։ Հիմա դա նաև ադրբեջանցիներն են տեսնում և հետևուց դե արի, մի կողմից ասում են, որ լսում են, որ մեր ընդդիմությունն ասում, Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է, մի րոպե, այսքան բռնապետություն է, բա ինչի կառավարությունը այդ բաները չի արգելում։ Ուրեմն իրանք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն իրական է, որ ասում են Ղարաբաղի շարժումը ավարտել, մի կողմից ասում են ավարտել են, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, մի րոպե, էս ի՞նչ է, Ադրբեջանի կառավարությունը կամ նախագահի նստավայրը էս ի՞նչ է ֆինանսավորում Արևմտյան Ադրբեջանի հետ կապված ինչ-որ միջոցառումներ, խոսույթներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հարցը պետք է լուծվի։ Այս հարցը երկկողմ պետք է լուծվի եւ մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պետք է տանք։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, այդ ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են, բան արիք, տարակ, բան մի հատ էլ 7000, իրանց թվեր են հորինում 7000 երիտասարդի բանը կյանքը 1000 ներողություն եմ խնդրում, իրանք այդպես գլուխը կերակ, բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ եք առաջարկում, այսինքն դա ինչ է նշանակում, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու, բա ինչի եք մեղադրում, որ բան արինք, զոհերի համար ինչի եք մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Բայց երբ որ իրանք ասում են Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են նոր պատերազմ պետք է անի Հայաստանը, Ադրբեջանն ասում է, ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջանի խոսույթ պետք է որդեգրենք։ Այսինքն այս ամեն ինչը պարզ է, սենց մանրամասն պետք է բացատրենք։ Ես զերծ էի մնում սենց բացատրություններից, չնայած հիմնայինը ինչի էի զերծ մնում։ Պետք է պարզ, թափանցիկ ամեն ինչի մասին խոսալ։
որ մարդիկ հասկանան ինչի մասին է։ Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսում, ասում են նոր պատերազմ է պետք։ Նոր պատերազմ է պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղ, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ բանի խնդիր չի, ստեղ սոցիալ հոգեբանության խնդիր է, եւ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այդ ամեն ինչը մեր ձեռք բերած գիտելիքն է, որը մենք ձևակերպել ենք, այդ իմիջայլոց ասեմ ձեզ, այդ տենց անընդհատ շատ կարևոր է, որ մեր մոտ այդ ավանդույթը չկա, որ մեր պատմական փորձը դարձնենք քաղաքական միտք, քաղաքական ձևակերպում, քաղաքական տեքստ, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, լավ, ինչն ենք, ինչը այն չենք անում, որ անընդհատ ողբերգությունների, մաքարումների, կոտորածների, ցեղասպանությունների միջով ենք անցնում։